Ողջույն բոլորին։ Այսօր այցելում ենք սիրված եւ կուլտային H&M-ը Իսպանիայում։ Այսօրվա շատ հետաքրքիր թողարկման ընթացքում դիտեք H&M նոր գարնանային հավաքածու, գարնանային լուքեր, յուրահատուկ փլոտ հավաքածու, սրճարան հենց խանութի ներսում եւ H&M Home հավաքածու։ Պետք է անպայման նշեմ, որ այս խանութը, որին հիմա դուք կծանոթանաք, բացառիկ է ամբողջ աշխարհում, իսկ թե ինչով կիմանաք շուտով։ Ինչպես միշտ սկզբում մի փոքր ծանոթացնեմ H&M-ի պատմությանը, այն հիմնադրվել է Շվեդիայում Էրլինգ Պերսոնի կողմից 1947 թվականին։ Սկզբում այն կրել է Hennes անունը, որը շվեդերեն նշանակում է նրանը իքական սեռով, ինչը մեզ հուշում է, որ այն ի սկզբանե ներկայացրել է միայն կանանց հագուստ։ Այնուհետև Hennes-ը ձեռք է բերում Maurits որսորդական հագուստի խանութը եւ դառնում է H&M։ Հիմա մենք կծանոթանանք H&M-ի գարնանային նոր հավաքածուին, միանգամից նշեմ, որ սրահը գրավում է իր գեղեցկությամբ, շատ հաճելի գեղեցիկ լուքերով, միանգամից մեր աչքն են գրավում պոլո ոճի գործվածք է այս բլուզները, որոնք այս հավաքածուի հիմնակարն են կարծես թե Եվ իհարկե հումքը կարող ենք տեսնել հիմնականում H&M-ի արտադրանքը վերամշակված արտադրանք է եւ իհարկե դա նպատակ ունի երկիր մոլորակի վրա բացական չափազանց շատ հագուստի արտադրության բացական ազդեցությունը նվազեցնել Ընդհանրապես H&M-ը այս նպատակն է հիմա հետապնդում, մինիմալիզացրել է իր բնական կաշի օգտագործումը իր մոդելների, հավաքածուների արտադրության համար եւ ընդհանրապես շատ օգտագործում է հենց վերամշակված արտադրանքը, մի փոքր անց նաեւ առանձին կխոսենք դրա մասին Տեսեք գեղեցիկ տրենդային կոշիկներ, աքսեսուարներ, հագուստները բավականին հետաքրքիր լուծումներով, ընդհանրապես եթե համեմատենք Zara-ի եւ նմանատիպ այլ բրենդային խանութների հավաքածուներին, H&M-ը իհարկե տարբերվում է իր դիզայներական լուծումներով եւ չնայած ընդհանուր տրենդերը շատ նման են, բայց ինքը կարծես ավելի յուրահատուկ ու տարբերվող գիծ է պարունակում 20 եվրո այս փոքրիկ պայուսակն է, շատ գեղեցիկ այստեղ թևնոցների հավաքածու է, որը հենց գունային գամաներով շատ կարծում եմ համահունչ կլինի հենց ներկայացված վերնաշապիկների ջինսե զգեստի օրինակ 40 եվրո արժողությամբ շատ որակյալ է ու բամբակյա կտոր է Տեսեք նաև պոլոների մեծ հավաքածու է ներառված Ինչպես տեսանք, բոլոր բրենդային խանութները այս տարի պարտադիր ներառել են պոլոներ իրենց հավաքածուներում եւ ինչպես հիշում եք, մեր նախորդ տեսանյութում մենք նկարագրել էինք այս տարվա կարևոր տրենդերը եւ ծովագնացային թեմատիկան նաեւ կարևոր հիմնաքար է նաեւ H&M-ի հավաքածուի համար Տրենչները, բաճկոնները նույնպես շատ գեղեցիկ երանգներով ու համադրություններով ներկայացված են, արժեքներին կարող ենք ծանոթանալ 45 եվրո, զգեստը բաց երկնագույն գործվածքից շատ գեղեցիկ մոդել է, 35 եվրո, գեղեցիկ կոճակները, որոնք նույնպես այս տարվա կարևոր փոքրիկ էլեմենտներից են, կարճ ժակետները կոճակներով, դրանք արդեն երկրորդ տարին է ինչ շարունակում են պարտադիր տրենդային համարվել, աքսեսուարները, այստեղ նաև արհեստական կաշվից գոտիների հավաքածու է ներկայացված, կտավե կտորից պայուսակների շատ մեծ հավաքածու է, փոքրիկ այս պայուսակը 25 եվրո արժողությամբ, այս ժակետը շատ գեղեցիկ եւ նուրբ գործվածքով է եւ բավականին գեղեցիկ համադրված լուք է ստացվել, այստեղ 100% բամբակյա հումքից կարված վերնաշապիկների հավաքածու է, շատ որակյալ է, շնչող կտոր, արտադրված է Հնդկաստանում Ընդհանրապես պետք է նշեմ, որ H&M-ի արտադրանքը հիմնականում արտադրվում է հագուստը
Հնդկաստանում, Բանգլադեշում, Ինդոնեզիայում եւ չնայած H&M-ը ունի իր սեփական գործարանները, իր արտադրանքը, իր հագուստը արտադրում է outsourcing-ի միջոցով, այսինքն առանձին գործարաններ արտադրում են իր համար։ Մեծ հավաքածու արդեն իսկ ծովային մոդելների հավաքածու ներկայացված է, չնայած գաղտնան հավաքածու է, բայց դե արդեն իսկ ամառային ծովային հավաքածու ներառված է հիմա ու կարող ենք գնումները արդեն իսկ կատարել եւ պատրաստվել ամռանը։ Կարող ենք ծանոթանալ արդեն իսկ նաեւ այլ հավաքածուների, սև ու սպիտակ համադրությամբ հավաքածու առանձին ներկայացված է, որը միշտ դասական է։ Այստեղ click and collect բաժինն է, որը նախատեսում է on-line պատվերները կատարել եւ նշել տվյալ խանութի հասցեն, որպեսզի այն կարողանաք հենց ստանալ տվյալ կետից, ոչ թե սպասել տան առաքմանը, այլ եթե ձեզ հարմար է այս կետից ստանալ ձեր հագուստը, դուք կարող եք մոտենալ եւ այն ձեռք բերել տեղում։ Դե ինչ, այս երկրորդ հարկում մի փոքր տարբերվող հավաքածու է, շատ է ներառված արդեն իսկ կարճաթև զգեստները, որոնք նախատեսված են կրելու բաճկոնների, բլեյզերների հետ։ Այստեղ կարող եք տեսնել ինքնասպասարկման հատվածը, որտեղ հերթերից խուսափելու համար պարզապես կարող եք մոտենալ, այստեղ քարտով ձեռք բերել, շատ հեշտ եւ բավականին արագ սպասարկման կետեր են եւ ընդհանրապես, ինչպես գիտեք, շատ են հիմա փորձում կրճատել մարդկային ռեսուրսները եւ փոխարինել արդեն ինքնասպասարկման կետերով։ Իդեպ մեկնաբանություններում կարող եք նշել, արդյոք դուք կնախընտրեիք մարդկային սպասարկումը, թե ձեզ համար հարմար կլիներ ավելի օգտվել այսպիսի ինքնասպասարկման կետերից։ Տեսեք ինչպիսի գեղեցիկ տեսականի այստեղ ներկայացված, առանձնահատուկ գեղեցիկ են հենց այս գեստները, շատ նուրբ գործվածքներից են, շնչող կտորներից, բամբակ եւ ուշի խառնուրդ է այս կտորը։ Նաեւ կարող եք ուշադրություն դարձնել, թե ինչպիսի դիզայն է արված այս խանութում, շատ հետաքրքիր լույսերով, բուսականությամբ հարուստ գեղեցիկ սրահներ են։ Այստեղ ի տարբերություն Zara-ի եւ նմանատիպ այլ բրենդային խանութների ներկայացված է նաեւ մեյքափի հավաքածու։ Կարող եք մեկնաբանությունում նաեւ գրել, թե արդյոք երբևէ օգտագործել եք H&M իշպարի հավաքածուից, ինչպիսի որակ է, արդյոք գոհ եք այդ տեսականուց, թե ոչ։ Ասեղնագործած մոդելների տեսականի կա եւ արդեն շարունակենք մենք ուսումնասիրել մեր հաջորդ հավաքածուն։ Այստեղ մենք տեսնում ենք գեղեցիկ կոկիկ պայուսակներ, արհեստական զամշից պատրաստված, ծղոտից պատրաստված պայուսակներ, 18 եվրո ծղոտ է, էֆեկտով գլխարկն է։ Ես հավանեցի նաև այս բլեյզերը, որը իրականում բնական զամշ չէ, բայց բավականին որակյալ տեսք ունի եւ նաև շոշափելուց բավականին որակյալ է։ Շատ գեղեցիկ կոշիկներ են, այս տարի նաև շատ հետաքրքիր այս հյուսվածքով մոդելներն են բավականին տրենդային, կրկին սև եւ սպիտակ դասական երանգներով հավաքածուներ։ Իդեպ ամառային արդեն մոդելներ շատ են ներկայացված, շատ գեղեցիկ կոկիկ փոքրիկ պայուսակ է, որը կարող է համադրվել շատ լուքերի հետ եւ շատ ոճերի դեպքում։ Ինձ դուր եկան այս տափակիկները զամշային էֆեկտով, շատ գեղեցիկ են եւ կարծում եմ, որպես բազա կարող են հանդիսանալ լուքերի համար։ Այս բլուզի հումքը նույնպես բավականին որակյալ է։ Քայլենք եւ ընթացքում ես կընտրեմ նաեւ մի քանի մոդելներ այսօրվա լուքերի համար։ Տեսեք հետաքրքիր զամշե լոֆերներ են, 28 եվրո եւ սրանք գեղեցիկ boat shoes կոչվող կոշիկներն են, հետաքրքիր եւ ոճային տեսք ստանալու համար կարծում եմ նույնպես լավ տարբերակ կլինի։ Շատ որակյալ է այս բաճկոնը, այն նույնպես ինձ դուր եկան, ընդհանրապես այս բլուզները գործվածքից բավականին նուրբ են, նաեւ վուշի եւ բամբակի խառնուրդով վերնաշապիկ են, նույնպես շատ որակյալ։ Կարմիր սև սպիտակ հավաքածու, ինձ դուր է գալիս H&M-ի այս յուրահատուկ ոճը, մասիվ ականջողերի եւ հետաքրքիր ոճային լուծումներով կազմված այս լուքերը, որոնք հենց ներկայացված են խանութում, ջինսը բաճկոնը նույնպես շատ որակյալ է եւ շատ պրակտիկ է, բազա կարող է հանդիսանալ շատ լուքերի համար։ Գեղեցիկ բեժ եւ սև երանգների համադրությամբ կոշիկներ եւ պայուսակներ միանգամից լուքի համար պատրաստ են, կարող եք պարզապես իրար հետ համադրել եւ հագնել ցանկացած բազային մոդելների հետ, որը դուք արդեն իսկ ունեք կամ նույնպես ձեռք բերել։ Գեղեցիկ տափակիկներ կրկին գործվածքի էֆեկտով, որը նույնպես տրենդային շարունակում է լինել այս գարնանը 35 եվրո արժողությամբ, արհեստական կաշի է իհարկե, գեղեցիկ պայուսակ եւ գոտի
այստեղ ունենք ներկայացված, գոտու արժեքը 16 եվրո, արհեստական կաշի է, բայց ընդհանրապես շատ կոպիտ չէ, նաև խամրած վարդագույնը իր ուրույն տեղը ունի նաև այս գարնանը, բամբակյա եւ ուշե վերնաշապիկները պարտադիր բոլոր հավաքածուներում ներառված են, տեսեք շատ նուրբ վարդագույն ծաղիկներով նաև բավականին որակյալ ամառային զգեստ է։ Մենք մոտեցանք հիմա զեղչված տեսականուն, այստեղ մոդելներ են, որոնք բավականին զեղչվել են եւ շատ քիչ չափեր են արդեն իսկ մնացել, տեսեք բավականին ծանր եւ շատ հաստ տաք մոդել է 25 եվրո արժողությամբ, Velvet օձիքով բաճկոնն է զեղչված, որը այս տարի շատ տրենդային է, որակը շատ լավն է բավականին, 30 եվրո է փաստացի այժմ, կարող եք արդեն ինքներդ գնահատել, հետաքրքիր ժակետ նույնպես զոլերով, մեծ հավաքածու է ներկայացված H&M-ում աքսեսուարների, նշեմ, որ բավականին ինձ դուր եկավ այս տարվա իրենց հավաքածուն, շատ նուրբ են, շատ գեղեցիկ են, այնպիսի տարբերակներ կան, որոնք պարունակում են էլի հիմնականում այլ բրենդային աքսեսուարների, ավելի թանկարժեք բրենդերի աքսեսուարների գծերը, տարերը պարունակում են, բայց ունեն իրենց ուրույն ոճը, շատ գեղեցիկ մազակալներ, աքսեսուարներ, ընդհանրապես բավականին նուրբ մոդելներ կան եւ արժեքները 10 եվրո, 7-8 եվրո, 12-13 եվրո արժողությամբ այսպիսի մոդելներ են։ Սրանք նոր հավաքածուն են եւ զեղչված տեսականի կարծես այս պահին չեմ նկատում, ընդհանրապես գիտեք զեղչերը ավարտվել են փետրվար ամսվա վերջին, նույն ոսկեգույն մոդելների, նաեւ արծաթագույն մոդելների հավաքածուն է։ Ակնոցների մեծ գեղեցիկ տեսականի է ներկայացված մազակալների, հետաքրքիր տարբերակներ են, մոտ 12-13 եվրո արժողությամբ ակնոցներն են։ Եվ ահա իմ խոստացած բացառիկություն ներկայացնող հատվածը այս խանութի Preloved հավաքածուն, այս հավաքածուն ներառում է հատուկ ընտրված եւ նախկինում արդեն իսկ տեր ունեցող նրանց կողմից բառացի սիրված մոդելներ, որոնք հանձնվել են վաճառքի, այսինքն այն second hand է փաստացի, բայց կրկին շատ յուրահատուկ ընտրված, հաճախ բավականին թանկ բրենդներից մոդելներ են, արժեքները կարող են հասնել ընդհանուր 300 եվրո եւ ավել, ու այս կոնցեպտը ներառված է աշխարհում միմիայն 3 խանութներում, որոնցից մեկը հիմա ներկայացնում ենք ձեզ։ Ինչպես տեսնում եք, շատ յուրահատուկ մոդելներ են, ձեռքի աշխատանքով գլխարկ, տեսեք արժեքները 80 եվրո, բնական կաշվից բրենդային գոտի 250 եվրո արժողությամբ այս պայուսակն է, հետաքրքիր տարբերակ է, այստեղ շատ գեղեցիկ դասական նաև պայուսակ, կարող եք նաև այս հատվածում ծանոթանալ բավականին յուրահատուկ կոկտեյլային զգեստներ են, երեկույթների համար նախատեսված գեղեցիկ զգեստներ, կտորները բավականին թանկարժեք հումքից են զգացվում եմ եւ հետաքրքիր քարերով, գործվածքներով։ Այստեղ խնդրում եմ ուշադրություն դարձնել շատ հետաքրքիր բլուզա ներկայացված Luisa Beccaria Milano դիզայներական բլուզը։ Իսկ հիմա վերցնում ենք մեկ բաժակ սուրճ եւ մուտք գործում դեպի դրախտ։ Եվ սա իմ խոստացած եւս մեկ բացառիկությունն է այս խանութի սրճարան խանութի ներսում։ Ինչպես շատերդ հաճախ զգացել եք, շոփինգը կարող է բավականին հոգնեցուցիչ լինել եւ որքան հաճելի է, որ H&M-ը նման հնարավորություն է ստեղծել իր հաճախորդների համար հանգստանալու, վայելելու գեղեցիկ բուսականության գրկում հանգիստը, հավաքելու ուժերը եւ այդ թարմ ուժերով շարունակելու գնումները։ Ի դեպ նման սկզբունք է որդեգրել եւս մեկ շվեդական բրենդ IKEA-ն, բոլորից հայտնի։ Դե ինչ հիմա թարմ ուժերով կարող ենք անցնել իմ խոստացած լուքերին, նախ եւ առաջ ես ընտրել եմ գեղեցիկ գործվածքով որակյալ ժակետ, որը շատ տրենդային է այս սեզոնին, կարմիր սպիտակ զոլերով, համադրել եմ իմ Zara-ի ջինսետաբատի հետ, որպեսզի դուք մոտավոր պատկերացնեք, թե ինչ երանգների հետ կարող եք համադրել, բայց H&M-ից ընտրել եմ այս սպիտակ գեղեցիկ ջինսետաբատը, շատ որակյալ ու հարմարավետ տաբատ է, 100% բամբակյա, համադրել եմ գեղեցիկ
տափակիկներով, զամշե էֆեկտով եւ ավելացրել եմ նաեւ կրկին շագանակագույն զամշե էֆեկտով պայուսակը։ Այս լուքը ես համալրել եմ նաեւ զամշե էֆեկտով բաճկոնը, որը շատ տրենդային է այս սեզոնին եւ կարող է որպես բազա հանդիսանալ ձեր բոլոր գարնանային լուքերի համար եւ վերջապես ընտրել եմ վուշե գեղեցիկ կապույտ ուղղահայաց զոլերով վերնաշապիկը, որը ուշադրություն դարձեք եւ տրենդային է այս սեզոնին զոլերը եւ երկնագույն է, բավականին հետաքրքիր երանգ հաղորդում այս լուքին, այնպես որ կարող եք մեկնաբանություններում նշել արդյոք հավանեցիք այս լուքերը, որքանով ձեզ դուր եկան եւ եթե ունեք առաջարկներ, թե ինչ փոփոխություններ կարելի է անել ավելի գեղեցիկ լուքեր ստանալու համար, կարող եք գրել, սիրով կսպասեմ ձեր մեկնաբանություններին։ Իսկ սա տղամարդկանց հավաքածուն է, մեկ շատ հետաքրքիր փաստ։ H&M-ը Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում ներդրել է տղամարդկանց կոստյումների 24-ժամյա վարձույթի ծառայությունը։ Ուշադրություն աշխատանքի հարցազրույցներին մասնակցելու համար։ Եվ կարծում ենք շուտով այս ծառայությունը հասանելի կլինի նաեւ եվրոպական այլ երկրներում։ Հիմա H&M Home սրահում ենք, ծանոթանանք ընդհանուր ուղղվածությանը, տեսեք ինչպիսի գեղեցիկ հավաքածուներ են այստեղ ներկայացված, ծանոթանանք երանգներին եւ դիզայնին։ Դուք կարող եք մեկնաբանություններում գրել, արդյոք գիտեիք, որ H&M-ն ունի նաեւ Home հավաքածու, արդյոք հավանում եք եւ ձեռք եք բերել երբևէ մոդելներ այս հավաքածուից։ Իսկ եթե ցանկանաք, նաեւ առանձին կարող ենք անդրադառնալ հաջորդիվ մեր տեսանյութերում եւ մանրամասն ուսումնասիրել ձեզ համար։ Այսպիսով ծանոթացանք H&M-ի ամենաթարմ հավաքածուներին, ծանոթացանք իր բացառիկությանը, իսկ դուք հավանեք մեր տեսանյութը, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ կիսվեք մեկնաբանություններում ձեր կարծիքներով։ Մինչ նոր հանդիպում։